Եկեղեցական կանոնագրքում կոնկրետ կանոններ կան սահմանված, թե ինչպեսի պահանջների պետք է բավարարեն մեր հոգևորականները եւ հոգևորական դասի ներկայացուցիչները։ Եթե դա Հայաստանի Հանրապետության այդ փաստի մասին խոսում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, դա նշանակում է, որ այդ փաստերը 100% ճշմարտություն են, այսինքն հաստատված, ապացուցված փաստեր են։ Երեխա ունենալը իհարկե շատ լավ բան է, եթե որոշակի դասի հոգևորականներին արգելվում է երեխաներ ունենալ, կամ պետք է այդ կանոնը փոխեն, որը որ իհարկե դարերից եկած կանոն է եկեղեցական, եւ գուցե որ կանոնը փոխեն հայ ժողովրդի եւ մեր պետության համար շատ ավելի լավ կլինի, որ երեխաներ ծնվեն եւ քիչ կուսակրոն մարդիկ լինեն ընդհանրապես, բայց եթե կանոնը կա գործում է եւ Էհափարի ընտրության ժամանակ, ընտրությունների ժամանակ այդ կանոնը գործել է եւ այդ կանոնը կարևոր պարտադիր պայման է եղել եւ ինչ պատճառներով հաշվի չի առնվել, սա չի կարելի ուղղակի հանդուրժել։ Եթե սա հանդուրժում ենք, ուրեմն հանդուրժում ենք մեր պետությունում ցանկացած անիրավություն